Ինչ կլինի, եթե մի օր արթնանանք ու հասկանանք, որ Սյունիքը այլևս այն Սյունիքը չէ, որը գիտեինք։ Ոչ պատերազմ է հայտարարված, ոչ էլ խաղաղություն է հաստատված, բայց ինչ-որ բան արդեն փոխվել է։ Քարտեզների վրա գծեր են հայտնվել, փաստաթղթերում նոր ձևակերպումներ, իսկ սահմանին ապրող մարդիկ դեռ չգիտեն իրենց վաղվա օրը անվտանգ է թե ոչ։ Այսօր Սյունիքը դարձել է մի խաղի մաս, որտեղ խաղացողները մեծ են, իսկ խաղասեղանին դրվածը ամբողջ տարածաշրջանի ապագան, և ամեն ինչ սկսվում է մի ճանապարհից։ Տասնամյակներ շարունակ Սյունիքը եղել է սահմանային մարզ, բայց սահմանային լինելը դեռ չի նշանակում աշխարհաքաղաքական կենտրոն։ Այսօր նշանակում է Սյունիքը միակ ուղին է, որով Հայաստանը կապվում է Իրանի հետ։ Սյունիքը միակ հատվածն է, որտեղ հնարավոր է փոխել ողջ տարածաշրջանի հաղորդակցային համակարգը։ Եվ հենց այստեղից է սկսվում հետաքրքրությունը ոչ միայն հարևանների, այլ նաև մեծ ուժերի։ Պատմությունը վաղուց է ցույց տվել, ճանապարհները երբեք չեզոք չեն լինում։ Ով վերահսկում է ճանապարհը, վերահսկում է նաև տնտեսությունը, հետո անվտանգությունը, հետո որոշումները։ Սա տեսել ենք տարբեր տարածաշրջաններում, սա տեսել ենք տարբեր ժամանակներում, և հիմա նույն տրամաբանությունը մոտենում է Սյունիքին։ Երբ խոսում են խաղաղությունից, հազվադեպ են սկսում մարդկանցից, սկսում են թվերից, երթուղիներից, բեռնափոխադրումներից, տնտեսությունը դառնում է առաջին լեզուն, որով բացատրվում է քաղաքական փոփոխությունները, բայց խաղաղությունը, որը չի զգացվում տեղում, մնում է թղթի վրա։ Պաշտոնական հայտարարություններում ամեն ինչ պարզ է թվում, բայց իրական քաղաքականության մեջ պարզ բաներ գրեթե չկան։ Յուրաքանչյուր կողմ ունի իր շահը, յուրաքանչյուր կողմ ունի իր հաշվարկը։ Եվ հենց այդ հաշվարկների մեջ Սյունիքի բնակիչը գրեթե երբեք չի երևում։ Ներքին հանդ, սահմանամերձ գյուղեր, դատարկվող տներ։ Այստեղ մարդիկ չեն խոսում բարձրաձայն, բայց նրանք ամեն ինչ հասկանում են։ Կրակոցների ձայնը նրանց համար լուրջ է, դա առօրյա է։ Երբ վերևում խոսում են երթուղիների մասին, այստեղ խոսում են մնալ, թե հեռանալ։ Պատերազմը ավարտվում է թղթերով, բայց դրա հետքերը մնում են հողում։ Ականները, վախը, անորոշությունը, սա խաղաղության հակառակ կողմն է, որի մասին չեն սիրում խոսել։ Սյունիքի համար Իրանը պարզապես հարևան չէ, դա շնչուղի է, տնտեսական, տրանսպորտային, ռազմավարական, և եթե այդ կապը թուլանա, հետևանքները չեն լինի միայն տնտեսական։ Դատարկվող գյուղերը քարտեզի վրա գծեր չեն, դրանք ազդանշան են։ Երբ մարդը հեռանում է, հողը դառնում է անպաշտպան, և սա պատմական օրենք է։ Եթե խաղաղություն կա, ինչու մարդիկ չեն վերադառնում։ Եթե անվտանգ է, ինչու գիշերները լարված են։ Խաղաղությունը պետք է ապրեն, ոչ թե միայն հայտարարեն։ Սյունիքը փոքր տարածք է, բայց դրա գինը մեծ է, և այդ գինը կարող է վճարել ոչ թե այսօր, այլ տարիներ հետո։ Պատմության մեջ շատ դեպքեր են եղել, երբ ծրագրերը սկսվել են ժամանակավոր բառով, ժամանակավոր վերահսկողություն, ժամանակավոր պայմաններ, ժամանակավոր լուծումներ, բայց ժամանակավորը արագ դառնում է սովորական, իսկ սովորականը անշրջելի։ Սյունիքի դեպքում սա ամենավտանգավոր կետերից մեկն է։ Շատերը կարծում են, եթե ճանապարհը անցնում է քո տարածքով, ապա այն քոնն է, բայց իրական քաղաքականության մեջ վերահսկողությունը միշտ չէ, որ երևում է քարտեզի վրա։ Վերահսկողությունը կարող է լինել իրավական, տեխնիկական, անվտանգային, տնտեսական, և երբ այդ գործոնները քո ձեռքում չեն, ճանապարհը դադարում է լինել քոնը։ Մեծ նախագծերում ամենահեշտը անտեսելն է մարդուն, գյուղացուն, սահմանապահ բնակչին, ընտանիքին, որը ապրում է մի քանի կիլոմետր հեռու նոր գծից։ Նրանց հարցերը պարզ են, անվտանգ կլինի, կկարողանան ապրել, արժե մնալ, բայց այս հարցերը հազվադեպ են հասնում վերև։ Թվերը միշտ գեղեցիկ են հնչում՝ միլիոններ, բեռնափոխադրումներ, նոր ուղիներ, բայց Սյունիքում մարդիկ չեն ապրում թվերով, նրանք ապրում են հողով, ջրով, անվտանգությամբ։ Եթե տնտեսական շահը չի վերադառնում համայնք, ապա այն դառնում է դատարկ խոսք։ Սյունիքի հարավը Հայաստանի միակ ուղիղ կապն է Իրանի հետ։ Սա պարզապես ճանապարհ չէ, սա ռազմավարական հավասարակշռություն է։ Եվ եթե այդ հավասարակշռությունը խախտվում է, Հայաստանը դառնում է ավելի խոցելի, և սա այն հարցն է, որի մասին քիչ են խոսում բարձրաձայն։ Պատմությունը ցույց է տվել, դատարկվող տարածքները երկար չեն մնում չեզոք, եթե մարդ չկա, պաշտպանություն չկա, կյանք չկա։ Սյունիքի դատարկումը կլինի ոչ թե սոցիալական, այլ ռազմավարական կորուստ։ Ամենավտանգավոր իրավիճակները սկսվում են ոչ թե աղմուկից, այլ լռությունից։ Երբ հարցերը չեն տրվում, երբ քննարկումները սահմանափակվում են պաշտոնական ձևակերպումներով, երբ հասարակությունը ուշ է արձագանքում։ Սյունիքի դեպքում լռությունը կարող է շատ թանկ արժենալ։
Գլխավոր հարցը մնում է նույնը՝ ով է որոշում։ Եթե որոշումները կայացվում են առանց տեղական համայնքի հաշվառման, ապա հետևանքները կրում են նրանք, ովքեր չեն մասնակցել այդ որոշմանը։ Սա դասական սխալ է, և պատմությունը ցույց է տվել, այս սխալը միշտ հետ է վերադառնում։ Սյունիքը այսօր պարզապես մարզ չէ, այն հայելի է, հայլի, որի մեջ երևում է, ինչպես ենք մենք պատկերացնում մեր ապագան։ Ճանապարհները կարող են բացվել, ծրագրերը կարող են ստորագրվել, քարտեզները կարող են փոխվել, բայց կա մի բան, որը հնարավոր չէ փոխել առանց հետևանքների։ Մարդը, ով ապրում է այդ հողի վրա, եթե նրա ձայնը չի լսվում, ոչ մի ճանապարհ չի կարող կոչվել խաղաղության ճանապարհ։ Եվ հենց այստեղ է ավարտվում այս պատմությունը, բայց սկսվում է իրականությունը։ Դեկտեմբերի 14-ին Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայթայի հետ։ Տեղեկությունը տարածել են Իրանում ՀՀ դեսպանության պաշտոնական աղբյուրները։ Հանդիպան ընթացքում կողմերը անդրադարձել են Հայաստան-Իրան հարաբերությունների ներկա վիճակին, ընդգծելով դրանց պատմական խորքը և ռազմավարական նշանակությունը։ Զրուցակիցները նշել են, որ երկու երկրների միջև առկա է փոխադարձ պատրաստակամություն հարաբերությունները շարունակաբար զարգացնելու և խորացնելու ուղղությամբ։ Քննարկումների ընթացքում դեսպան Հակոբյանը ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները։ Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչը դրական է գնահատել տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանն ու կայունությանը պահպանմանը միտված քայլերը, շեշտելով խաղաղ երկխոսության կարևորությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային։ Դեսպան Հակոբյանն ընդգծել է, որ նախաձեռնությունները, որոնք ուղղված են հաղորդակցության ուղիների բացմանը, պետք է իրականացվեն բացառապես պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավասությունների հարգման հիման վրա։ Նշվել է, որ այս մոտեցումը կարող է ստեղծել նոր հնարավորություններ տարածաշրջանի փոխկապակցվածության և տնտեսական զարգացման համար, միաժամանակ նվազեցնելով լարվածության ռիսկերը։ Հայաստանի դեսպանը վերահաստատել է, որ Երևանը կարևորում է Իրանի հստակ դիրքորոշումը այս սկզբունքների պահպանման հարցում և փոխադարձորեն հաշվի առնում Թեհրանի անվտանգային ու քաղաքական զգայունությունները։ Կողմերը նաև ընդգծել են, որ նման հանդիպումները կարևոր հարթակ են տարածաշրջանային զարգացումների շուրջ բաց և շարունակական քննարկումների համար։ Այս հանդիպումը հերթական անգամ ցույց է տալիս, որ Հայաստան-Իրան հարաբերությունները շարունակվում են զարգանալ ոչ միայն երկկողմ, այլ նաև ավելի լայն տարածաշրջանային համատեքստում։ Քաղաքական երկխոսության պահպանումը և պարբերաբար հաղորդակցությունները հնարավորություն են տալիս կողմերին ավելի հստակ ձևակերպել իրենց մոտեցումները և կանխատեսել հնարավոր զարգացումները։ Տարածաշրջանում առկա բարդ գործընթացների ֆոնին նման շփումները դառնում են կարևոր գործիք վստահության ամրապնդման և կայունության պահպանման համար։ Միևնույն ժամանակ, դրանք հնարավորություն են տալիս քննարկել ոչ միայն առկա խնդիրները, այլ նաև ապագային ուղղված նախաձեռնությունները։ Առաջիկայում հենց այսպիսի շարունակական երկխոսությունների արդյունքներից է կախված, թե որքան արդյունավետ կկարողանան տարածաշրջանի երկրները համատեղ արձագանքել նոր մարտահրավերներին և օգտագործել բացվող հնարավորությունները։